Բարև ձեզ, սա Թոփտեսն է, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Անցած շաբաթ անհանգիստ էր Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ Հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայող 20-ամյա Արթուր Սեյրանի Օհանջանյանին խոցելուց հետո հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը դիմել են պատասխան գործողությունների եւ հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ հետ ճպրտել իր ելման դիրքերը։ Ըստ նախնական տվյալների ադրբեջանական կողմը տվել է առնվազն 3 վիրավոր։ Հատկանշական է, որ այս դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո։ Նրանցից մեկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի համար այս այցը հատկապես ծանրաբեռնված ու ծանր էր։ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որն կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում Կարնեգի հիմնադրամում ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, բաղկացած 6 կետից։ Ստեփանակերտի բողոքի ցույցում ընդունվել է հայտարարություն, որում մասնավորապես ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այն է ոչ մի թիզ հող չենք զիջի։ Հատկանշական է, որ ավելի ուշ Ջեյմս Ուորլիքը ժողովրդական ճնշման տակ ստիպված եղավ իր նախկին ասածները մեղմող հայտարարություն անել, որ այդ 6 սկզբունքները պարտադիր չեն, դրանք կարող են փոփոխվել։ Անդրադառնալով ամերիկացի համանախագահի հայտարարություններին, քաղաքագետ Արման Սահակյանը կարծիք հայտնեց, որ Ուորլիքի խոսքում կար ավելի նրբերանգային ակնարկ, այն մեջբերում ենք։ Չնայած անհամաձայնություններին պետք է ինչ-որ ելք գտնել, որովհետև ամենավատ տարբերակը կարող է լինել պատերազմական գործողությունների վերսկսումը։ Լավ տղերքի մասնակցության բազարների ու ռազմորկաների պակաս այս երկրում կարծես չկա, գրեց Երկիրեյեմն ու նշեց, որ հին պատմությունները դեռ չհարթված ու չանցած ի հայտ են գալիս նորերը։ Ըստ կայքի օրերս թաղում ծեծի է ենթարկվել ԲՀԿ խմբակցության падգամավոր Գուրգեն Արսենյանի տղան, թե կոնկրետ որն է եղել միջադեպի բուն պատճառը հայտնի չէ, բայց ըստ կայքի աղբյուրի վեճը կրկին թեժացել է, դուք չգիտեք ես ով եմ ում տղեն եմ, արդեն ավանդական դարձած արտահայտության պատճառով։ Գուրգեն Արսենյանի տղան դեռ ինչպես ընդունված է ասել, լավ տղեկի շրջապատում ատվետ չի տվել եւ հիմա կողմերին բարիշացնող են ման գալիս։ Ինքը Գուրգեն Արսենյանը Նյուզայեմի հետ զրույցում ասել է, որ իր որդու տարիքում բոլորն էլ վեճեր ունենում են եւ իբրև հայր չի պատրաստում խառնվել ու հետաքրքրվել որդու հետ տեղի ունեցած միջադեպով։ Հիշեցնենք, որ զավակների հետ կապված այս դեպքը հաջորդել էր ավելի աղմկահարույց դեպքի՝ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներին, որից վիրավորվել էր 5 քաղաքացի։ Աղմկահարույց դեպքի առիթով կալանավորվել է 29-ամյա Գոռ Արաքելյանը, ով Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավոր Կարո Կարապետյանի փեսան է։ Գործընկերները դատապարտել են տեղի ունեցածը միաժամանակ պնդելով, որ յուվեցի Կարոն այդ անունով է առավել հայտնի падգամավոր Կարո Կարապետյանը։ Փեսայի համար պատասխանատվություն չպետք է կրի։ Աբրահամ Մանուկյանն օրինակ Ազատություն ռադիոկայանին վստահեցրել է, թե Կարապետյանը տեղյակ չի եղել, որ փեսան զենքով է ման գալիս, հակառակ դեպքում կարգել էր։ Դե ինչ կապ ունի։ Կարո Կարապետյանը իր աղջկան տալով իմ կարծիքով չի ասել փեսային, որ կգնաս մի 5 հոգել գինգոգու վրա կրակես։ Վերնիսաժի կրակոցների մասին հարցրեցին շատերին, սակայն Շուշան Պետրոսյանին ուղղված հարցը ճակատագրական եղավ հենց նրա ազգային ժողովի падգամավորի համար, ում անվան հետ էլ կապված էր շաբաթվա աղմուկը։ Ըստ լրատվամիջոցների կրակոցների մասին Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցը լսելուց հետո Շուշան Պետրոսյանն ասել է. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։ Իսկ այնուհետև պարզաբանման համար իրեն մոտեցած 4-րդ ինքնիշխանություն թերթի լրագրողին ավելի կոշտ ու կտրուկ է պատասխանել։ Ինքը Շուշան Պետրոսյանը միջադեպից անմիջապես հետո նախ հասցրեց իր արարքի համար պարզաբանում տալ Ժողովուրդ թերթի լրագրողին ու նշեց, թե մամուլն ավելի քան 2 տարի է իր հետևից է ընկած։ Այս ընթացքում համացանցում գրառումների եւ մեկնաբանությունների պատերազմ էր։ Օկտատերերը բաժանվել էին 2 բանակի։ Հարություն Հարությունյանն օրինակ գրեց. Ինչ էր ուզում լսել լրագրողը Շուշանից, որ ներկայացնում է տվյալ դեպքում ՀՀԿ-ն, այն որ քարն է տեր ԲՀԿ-ի ուղղությամբ, որ լրագրողն էլ առիթն օգտագործեր ու հակադարձեր արդեն ՀՀԿ-ի աղմկահարույց կրակոցներով։ Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ ցավով նշելով, որ լրագրողներից շատերը մի անգամ չեն բարեհաճել Շուշանի հետ մեկնել Արցախի քաղաքները ու գյուղերը լուսաբանելու ահռելի աշխատանքը, որ այդ կինային տեղանում է, падգամավորին խորհուրդ տվեց։ Շուշան ջան, հազար եմ ասել, լրագրող է մոտենում ուզում է հարց տա, գրավոր ուզի ու քեզ որպես падգամավորի հասնող օգնականի միջոցով էլ պատասխանի։
Իսկ ավելի ուշ առաջին էմին տված հարցազրույցում Շուշան Պետրոսյանն ասաց, որ անբարոյական է անվանել ոչ թե լրագրողներին, այլ որոշ լրագրողների գործելավոճը, նշեց, որ պատրաստ է ներողություն խնդրել, եթե վիրավորել է, ու բացահայտեց, որ լրագրողներից ու կայքերից նեղացած է նյութերի տակ իր հասցեին առկա վիրավորական գրառումների համար։ Եթե վիրավորել եմ, ներողություն կխնդրեմ, բայց ոչ թե այդ կնոջից, այս աղջկանից։ Ազատության լրագրողից։ Միանշանակ, եթե վիրավորել եմ, բայց ես չեմ հիշում, որ ես անձնական վիրավորանք տվացել եմ, որովհետև ինքնից արժես դուք ինձ նկատի ունեք, անբարոյական ասի, իհարկե ոչ, աշխատելավոճը ինչ կապ ունի ձեզ հետ, ես աշխատելավոճի մասին եմ խոսում։ Ավելացնենք, որ Շուշան Պետրոսյանը զանգել ու ներողություն է խնդրել Ազատություն ռադիոկայանի լրագրող Ռուզան Ստեփանյանից։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին այս առիթով արձագանքել է, ինչու են ոմանք վիրավորում հրապարակավ, սակայն ներողություն խնդրում ոչ հրապարակավ։ Իսկ ազգային ժողովում աղմկահարույց մյուս պատմությունը կապված էր ԲՀԿ-ական падգամավոր Մելիք Մանուկյանի հետ։ Նա կանգնած է եղել միջանցքում, իսկ հրապարակ թերթի լրագրողը մոտեցել է ու մտադիր է եղել հարցնել, թե ինչ կարծիքի է կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ։ Մնացածը մեջբերում ենք թերթից։ Մելիք Մանուկյանը նույն ինքը Շշի Մելոն նախ հրաժարվեց շփվել, պատճառաբանելով, թե զբաղված է։ Լրագրողի դիտարկումը, թե այս էլ որերորդ դեպքն է, ինքն ասում է, թե զբաղված է ու չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, մանավանդ որ լրագրողը նաև իր ընտրատարածքի բնակիչ է, անսպասելիորեն հունից հանել է Մելիք Մանուկյանին ու նա բառից բուն իմաստով հարձակվել է լրագրողի վրա։ Էդ ինչ ձև ես խոսում, արա, քեզ ով է թույլ տվել հետս տենց խոսել, դու ինձ ճանաչում ես, բղավում էր մականունավոր падգամավորը, ով նույնիսկ չի հանգստացել այն ժամանակ, երբ լրագրողը բացատրել է, որ ուղղակի փորձում էր մի քանի հարցի շուրջ զրուցել եւ որևէ անհարգալից վերաբերմունք չկա դրանում, քանի որ լրագրողի գործը հարցեր տալն է, падգամավորինը պատասխանելը։ Այս падգամավորը դեռևս ներողություն չի խնդրել լրագրողից։ Դատական թիվ 1 թեման անցած շաբաթ, ինչպես եւ սպասվում էր, դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությունն էր։ Մինչև հերթական դատական նիստը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով այցելել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, այնտեղ հանդիպել է նաև ճանաչված դերասանին, ով հատուկ ընդգծել է, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները։ Վարդան Պետրոսյանը բացելով փակագծերը հայտնել է, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին։ Վարդան Պետրոսյանը, ով շնորհակալություն է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար, որոշակի դժգոհություն է հայտնել դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասել է, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի եւ համոզմունք է հայտնել, որ դատարանը կկայացնի օրինական եւ արդար որոշում։ Իսկ բուն դատական նիստում ելույթ է ունեցել դերասանի Ֆրանսիայի ժամանած պաշտպան Մարի Լորդոզեն։ Նա իր միջնորդությունում ի թիվս այլ հարցերի խոսել է նաև տուժողների կողմից նախագահային ուղղված նամակի մասին, ըստ որի Վարդան Պետրոսյանին հիվանդանոցից պետք է տանել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Վարդան Պետրոսյանին բանտ տեղափոխելուց ի վեր արդյոք տուժողների տառապանքը նվազել է, այսինքն նրանք համարում էին, որ հիվանդանոցը չափազանց լավ վայր է նրա համար։ Հիմա նա արդեն բանտախցում է, բայց երևի իրենք համարեն, որ բանտախուցն է նրա համար լավ վայր եւ պետք է փոխել նաև այդ բանտախուցը։ Մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ Վարդան Պետրոսյանի մահն էլ չի բավարարելու տուժողներին, եւ դա է ողբերգության օրենքը, սակայն դա որևէ աղերս չունի արդարադատության հետ, նշել է ֆրանսիացի փաստաբանը, ում միջնորդությունը դերասանի կալանքը վերացնելու մասին դատարանը մերժել է։ Մենք հետևում ենք դատավարության ընթացքին ու զարգացումների մասին ձեզ կտեղեկացնենք մեր հաջորդ թողարկումներում, իսկ մինչ այդ թեմայի հետ կապված եւս մեկ լուր։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին հայց ներկայացնել դերասան Վարդան Պետրոսյանի դեմ։ Մեքենան, որին հարվածել է Վարդան Պետրոսյանի վարած մեքենան, եղել է Նիվա եւ գտնվել է գյուղնախարարության հաշվեկշռում։ Այս առիթով ռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-յան իր էջում գրել է. Առաջարկ ունեմ OEKT գյուղնախարար Սերգո Կարապետյանին, պատրաստ եմ հանձնել նրան իմ անձնական Նիվա մակնիշի ավտոմեքենան այն պայմանով, որ նա հետ կանչի Վարդան Պետրոսյանի դեմ իր խայտառակ հայցադիմումը։ Արտադրությունը 2000 թվականի, գույնը սպիտակ, վազքը 156,000 կիլոմետր։ Առաջարկը սակարկելի չէ, նմանների հետ չեմ սակարկում։ Եվս մեկ դատական աղմկահարույց գործի մասին։ 9 տարի ամուսնու կողմից ծեծի ենթարկված հայտնի Բախտագուշակ Վարսիկի հարս Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստն անցած շաբաթ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է առանց լուրջ միջադեպերի։ Այնուամենայնիվ Հասմիկ Խաչատրյանի ամուսնուն 33-ամյա Սարգիս Հակոբյանին սատարող հայ-ռուսական միավորում կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը եւ եւս մի քանի տղամարդիկ, ովքեր եկել էին պաշտպանելու ամբաստանյալ Սարգիս Հակոբյանին, հայհոյել են Խաչատրյանին սատարող կանանց վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրանց հագուստի կամ սանրվածքի հետ կապված։
կապված։ Որոշ տղամարդիկ նաև փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը, թույլ չտալով նկարահանում իրականացնել։ Նրանցից մեկը փորձել է խլել ակտիվիստներից մեկի հեռախոսը։ Ես ինձ նկարում, ով է ինձ քաշում, որովհետև ինչ իրավունք։ Ավելացնենք, որ նախորդ դատական նիստից հետո Գավառի դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ավագ քննիչ Մկրտչյանի կողմից հարցաքննվել է հետքի լրագրող Անի Հովհաննիսյանը, ում ինչպես նաև իրավապաշտպանների վրա հարձակվել էր Ռոբերտ Ահարոնյանը, հայհոյելով եւ սպառնալով նրան։ Facebook-յան գրառումները մարդկանց երբեմն հասանելի են դառնում ոչ միայն լրատվական կայքերի, այլ նաև խորհրդարանի ամբիոնի միջոցով։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին Թևան Պողոսյանը կարդացել է Facebook-յան ընկերներից մեկի ստատուսը։ Չնայած ասելիքս որևէ քաղաքական ուղեր չի պարունակում, այնուամենայնիվ հույս ունեմ, որ այս ամբիոնի ուժով այն կհասնի շատ մարդկանց, հատկապես երիտասարդների։ Իսկ ասելիքն այն մասին է, թե ինչը հնարավոր չէ ու ինչն է լավ, ասել է Թևան Պողոսյանը, որի այսպես կոչված Facebook-յան համատեղ հայտարարությունից մի հատված ներկայացնում ենք հենց հիմա։ Եվ այսպես. հնարավոր չէ արդար երկիր ունենալ, երբ ինքդ պատրաստ ես որբի հացը փախցնելու։ Հնարավոր չէ խաղաղ երկիր ունենալ, երբ կռիվը գլխում է։ Հնարավոր չէ ապահով երկիր ունենալ, երբ աշխատել չես սիրում։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա ուշագրավ մի քանի դեպքեր ու մտքեր, կարճ գլխագրերով ու առանց մեկնաբանության։ Աշխատել եմ այդ տարիների ընթացքում, երբ որ աշխատել եմ, ես հողագործությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ որ թույլատրվել է։ Ստացվում է, որ ձեր մոտ պետություն կառավարելը չի ստացվում, պամիդորաճեցնելն է լավ ստացվում։ Իմ պաշտոնների ընթացքում, որ եղել եմ կառավարություն, ազգային ժողովի նախագահ, ես այդ չեմ վաստակել եւ ոչ էլ կոռուպցիայի միջոցով եմ այդ գումարները դիզել։ Դες թվում է կոռուպցիան տենց պոզով պոչով մեծ կենթանի է, էսա կոռուպցիան։ Ինչեք լարվում, մի լարվեք։ Ձեր պարզ ընտանիքների ֆոնին է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում 200,000 ընտանիք աղքատ է։ Հացին կակա է ասում, այդ դուք ձեր տենց ընտանիքները պահեք։ Մի հատ կարգի հրավիրեք, հա։ Ստե բազար չի արա։ Պարոն Փաշինյան, կարելի է խոսել, բայց չարություն անել ոչ։ Եթե Բռունսկ եք ուղում մեր դեմ, ախր Բռունսկը պետք է ստանաք։ Ասում ենք մեծահոգի ենք։ Մենք չենք եկել այստեղ կռիվ անելու։ Հաղորդման այս հատվածում զրույց հայրենիքի, արտագաղթի ու բանաստեղծության մասին։ Մեր այսօրվա հյուրը գրում է սիրո ու հայրենիքի մասին եւ չնայած երիտասարդ տարիքին արդեն 4 ժողովածուների հեղինակ է։ Իր գրական գործունեության գրչով ալատավոր երևույթների դեմ պայքարելու եւ ամերիկյան երազանքի մասին զրուցում ենք բանաստեղծ Դավիթ Ասատրյանի հետ։ Ողջույն Դավիթ, շնորհակալ եմ, որ ընդունեցիր իմ հրավերը, ու միանգամից առաջին հարցը։ Բանաստեղծություն գրելը բացի ինքնաարտահայտման միջոց լինելուց կամ սիրած զբաղմունք լինելուց կարող է նաև ապրուստի միջոց հանդիսանալ, այսինքն բանաստեղծը միայն գրելով մեր հասարակությունում կարող է իր գլուխը պահել։ Չեմ ուզում շատ ինչ-որ բան երևալ, բողոքավոր մարդ երևալ, բայց գոնե վերջին 15-20 տարում եւ գուցե ապագա 15-20 տարում բացարձակ հնարավոր չի։ Որտեւ տեսեք տպագրվող գրքերի տպաքանակը, ասենք թե 500 օրինակից ոչ ավել Հայաստանում այսօր դրանից ավել, եթե գրածը տերոտիկական պորնոգրաֆիա չի, կամ գողականների մասին ինֆորմացիա չի, 500 օրինակից ավել հնարավոր չի։ Իհարկե եղել են հետաքրքիր լավ նախադեպեր, ինչպես օրինակ Հովիկ Չարախչյանի գրքերը, Սուլամիտ Հասևակի մեծ սերը կամ Չարենցի կրակոցը, բայց սրանք բացառիկ դեպքեր են։ Դավիթ, հիմա շատ ենք լսում, որ մենք գրականություն չունենք, ինչի մասին է խոսքը եւ այլն եւ այլն։ Իրականում դու որպես գրող ինչ կասես, դաշտը այս բաց է, թե իրականում կան եւ երիտասարդ եւ արդեն կայացած գրողներ եւ այսպես խոսել ուղղակի անիմաստ է։ Երիտասարդ գրող ասվածը նախ իմ կողմից գոնե ընդունելի չի։ Ես արդեն 4 տարի ավել եմ ապրել Պետրոս Դուրյանից։ Ես երիտասարդ գրող եմ, թե ոչ, այս հարցին պետք է պատասխան գտնել։ Իսկ որ գրականություն, մասնավորապես պոեզիա այսօր հայ իրականության մեջ ստեղծվում է եւ լավ գործեր են ստեղծվում, դա չքննարկվող է։ Եթե չլիներ, կլիներ մի այլանդակ երևույթ։ Կան, իհարկե կան։ Այլ բան, որ հասարակությունը զբաղված է ուրիշ գործով։ Եվ որպես այդպեսին պոետական տեսակի վերարժևորման խնդիր կա։ Որտեւ տեսեք, օրինակ, երբ որ մարդը մտնում է Facebook, ընդունենք իր վերջին կարդացած գիրքը Այբենարանն է, Facebook-ն իրեն ասում է, ինչ ես դու մտածում։ 21-րդ դարում ժողովրդավարություն կոչված այս դնչկալը, որ հագցրել են մեր բերանին, մարդուն անընդհատ ասում է, որ գիտես կապ չունի թե դու ով ես, դու ինչ մտածում ես, դա պետք է հանրայնացնել։
Հասկանում եք, եւ այս հողի վրա այլևս պոետական կերպարի երևույթի արժեքն է անկնում, որովհետեւ ով ինչ ուզում այսօր գրում է ի վերջո։ Որոնք են հայությանը, երիտասարդությանը հիասթափեցնող հիմնական արատավոր ու վատ երևույթները։ Արատավոր երևույթները իհարկե շատ են եւ բոլոր հասարակությունների մեջ են շատ, սակայն վերջին շրջանում ինձ ամենաշատը անհանգստացնողը այս ճակերտյալ ազատությունն է, որ չգիտես ինչի քեզ ստիպում են, որ դու ազատ լինես։ Բռնանում են քո վրա, որ դու չընդունես բռնությունը, հա։ Ես վերջերս բանը, մարդը խոսում է, ասենք հարցազրույցներ եմ նայում, օրինակ մեկը խոսում է երեխաների պաշտպանությունից, որ այ գիտեք, երեխաները այնքան կարևոր լավ բաներ են, բան իբր մենք չգիտենք, էլի դա, ու վերջում այնպիսի դա ագրեսիա կա դրանց խոսքի մեջ։ Այս ազատություն եւ սեր քարոզողների խոսքի եւ գործողությունների մեջ այնքան ագրեսիա կա, որ մեկ-մեկ ես զարմանում եմ, օրինակ ֆաշիստներից բողոքողներն են ավելի ֆաշիստ, թե բուն ֆաշիստները։ Եթե ուշադրություն դարձնենք, այս կեղծ ազատությունը, այս ամբարո բարքերը, որ եկան, այ վերջերս այս համացանցը հայ իրականության մեջ չէ, պայթեց այդ կիսասեր բանի երևույթը, որ Եվրոտեսիլում հաղթանակ տարավ, հա, ինչն է հետաքրքիր։ Ես հանկարծ ինքս հասկացա, որ ես այդ կիսասերի հետ ավելի շուտ ընկերություն կանեմ, ավելի շուտ ընկեր կդառնամ դրա հետ, քան սրանց, որոնք որ իբր թե պաշտպանում են դրա իրավունքները, իբր թե նորմալ մարդիկ են, ովքեր առաջարկում են հարգել բոլորին։ Գնացեք ձեր տանը ինչ ուզում եք արեք, ինչ եք բերել փաթաթել իմ վզին այդ ամեն ինչը։ Կարող ենք ասել, որ այս ամենի դեմ դու պայքարում ես քո գրչով։ Կարող ենք ասել իհարկե, այլ հարցը թե այդ պայքարը արդյունք տալիս է թե ոչ, այս մասով կարծում եմ արդյունք որպես այդպեսին ես չեմ գրանցել։ Չնայած որ ես հավատ ունեմ, որ լավ բանաստեղծությունը, լավ քանդակը, լավ երաժշտությունը մարդկանց մեջ հասարակություններում հարց է լուծում, անպայման։ Եթե քաղաքում լավ քանդակ կա, իսկ մեր քաղաքում մի քանի լավ քանդակներ կան, օրինակ Փառք Աստծո, բայց դրա այդ զուգահեռ կան նաև այնպիսի բաներ, որ խելագարվում ես, կասկադում մի հատ զինվորի արցանքա, չես հասկանում ինչի մասին է խոսքը, էլի։ Սասունցի Դավթի ձին ավելի մարդու նման է Քոչարի քանդակը, քան այդ աննորմալությունը։ Հա, ինչի համար, ինչի եք իմ քաղաքում բերել դա դրել։ Չէ՞, տեսեք, ասում են մարդու իրավունքներ։ Ինչ ասել է մարդու իրավունքներ։ Դու ինձ իրավունք չունես ստիպելու։ Չէ՞, ամենակարևոր բանը, դու ինձ մի ստիպիր։ Իսկ մարդը հիմա տեսեք, հիմա այս պահին որ մենք խոսում ենք, ինչ որ մեկը արդեն հոմոֆոբ, որովհետև ես ասեցի անսեռ արարած։ Այս շան տղա, ես տենց եմ կարծում։ Դու ինչի ես բռնանում իմ իրավունքներին։ Ես կարծում եմ ինքը անսեռ երևույթ է այդ Մարդը ինչա, չգիտեմ։ Դավիթ, իսկ որպես հայ երիտասարդ ու վերջապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ո՞րն է քո պայքարի միջոցը։ Նախ պետք է պետություն ասվածը որպես մտածողություն դառնա հայ հասարակության սեփականությունը։ Մենք որպես այդպիսին պետություն չունենք։ Այսինքն պետությունն են չի, որ դու ունես գերբ, դրոշ, նախագահ ու խորհրդարան, չէ։ Այ երբ որ սովետական միությունից ու վերջին շրջանից ժողովրդի մեջ այսպիսի խոսք կա, պետությունից ինչքան կարաս պիտի գողանաս։ Եվ դա բոլորն են ասում, շատ-շատերը դուք էլ ինձ թվում է լսած կլինեք։ Երբ որ հասարակության մեջ ստեղծվեց պետությունը որպես գաղափարախոսություն, ստրուկտուրա, որ աշխատում է նաև ուղեղում, այդ ժամանակ մենք նոր կարող ենք ինչ-որ բանից խոսել։ Այս պահին ցավոք մենք պետություն չունենք որպես այդպիսին։ Ինչի մասին է խոսքը։ Եթե չունենք պետություն, չենք էլ կարող պայքարել որևէ ձևով։ Անպտուղ պայքար կլինի։ Հասկանում եք, եթե ես գնում եմ Ազատության հրապարակ, օրինակ, ու պայքարում եմ, որ Պողոսի փոխարեն Պետրոսը լինի նախագահ կամ չգիտեմ վարչապետ, անհետաքրքիր է։ Դրա համար օրինակ ես չեմ գնում որևէ այս վերջին շրջանում իմ տեսած միտինգներից կամ բողոքի ակցիաներից մենակ այդ 150 դրամների դեմ պայքարներ, որ ինձ շատ դուր եկավ, այդ ինձ դրական ազդակներ ուղարկեց, հատկապես իմ սերնդակիցներից, որ այ տղեկը աղջիկները դեռ պինդ կան։ Ես գիտեմ, որ պատրաստվում եք մեկնել Միացյալ Նահանգներ մշտական բնակության, կարող եք եզրակացնել, որ դու գնում ես քո ամերիկյան երազանքի հետևից։ Ամերիկան ինձ համար երբևէ երազանք որպես այդպեսին չի եղել։ Ես իրականում տեղափոխվում եմ այնտեղ որոշակի շրջան ապրելու։ Այս դեպքում սա արտագաղթ կոչել չի կարելի։ Ես չեմ գնում, որովհետև այստեղ ինչ-որ հացի խնդիր ունեմ կամ այստեղ չգիտեմ ինչ չէ։ Բայց արտագաղթը միայն իցում է հացի խնդրի պատճառով, չէ, նաև հիասթափության, ապագայի տեսլական չունենալու հետևանք է։ Հայրենիքից դա ինչ է նշանակում։ Այսինքն չտեսնել ելք, չտեսնել դուռ, որը քեզ կտանի ավելի լուսավոր մի կետի։ Ով պիտի ստեղծի այդ ելքը։ Ես կուզեմ եւ Ֆրանսիայում ապրեմ, եւ Եգիպտոսում, եւ շատ երազում եմ Աֆրիկայում ինչ-որ շրջան ապրելու այդ վայրի ցեղերի մեջ։ Դա ինչու։
Ինձ որովհետև աշխարհի ճանաչողության խնդիր կա, եւ գնում եմ աշխարհի ճանաչողությամբ զբաղվելու։ Այսինքն չենք կարող եզրակացնել, որ դու գնում ես այն պարզ պատճառով, ինչ պատճառով, որ հիմնականում գնում են, այսինքն արտագաղթում ես, որովհետև չես տեսնում ավելի լավ ապագայի հույսը։ Չէ, չի կարելի այս դեպքում այդպես ասել, որովհետև այստեղ ես նաև տեսնում եմ լավ ապագայի հույս, ինչի՞ չէ։ Եվ գուցե ես այստեղ ավելի շատ անձնապես ինքս իմ մասին եմ արդեն խոսում, որովհետև տեսեք, գոնե ես Երևան քաղաքում ինձ ընդունենք գոնե 60 հոգի կճանաչի, չէ՞, իմ ընկերները, մի 60 հոգի ընդհանուր հաշվամբ կլինեն։ Իսկ Ամերիկայում, Ֆրանսիայում, Իտալիայում ինձ 6 հոգի էլ չի ճանաչում։ Այսինքն ես այստեղ ավելի մեծ հավանականություն ունեմ ինչ-որ բանով զբաղվելու, ինչ-որ տեղ հասնելու, քան այնտեղ։ Կրկնում եմ, սա աշխարհաճանաչողության խնդիր է կոնկրետ ինձ համար։ Երկու լուր Գյումրիից, Գյումրու ծայրամասային թաղերից մեկում հին ու վերանորոգման խիստ կարիք ունեցող տանը Շիրակ կենտրոնի աշխատակիցները հանդիպել են 80-ամյա Մուրադ պապին։ Նա միայնակ խնամում է իր 5 մանկահասակ երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին։ Երեխաների ծնողները մահացել են 1 տարվա ընթացքում ծանր ու անբուժելի հիվանդությունից։ Երեխաներից մեկը 15 տարեկան է, փոքրը 6։ Նրանց ապրուստի միակ միջոցը պապի թոշակն է եւ սոցիալական նպաստը։ 5 երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն իմանալու ու առավել եւս օգնելու համար դիմեք Շիրակ կենտրոնի գրասենյակ։ Շիրակ կենտրոնի հաջորդ տեսանյութը պատմում էր սարսափելի սոցիալական պայմաններում Շիրակի մարզի հեռավոր Եղնաջուր գյուղի մի փոքրիկ ու խոնավ տանն ապրող ընտանիքի մասին։ Ընտանիքը 9 հոգուց է կազմված՝ տիկին Սարինեն, դուստրը եւ որդին իր ընտանիքով։ Որդին 27-ամյա Միքայելը 5 տղա ունի եւ այժմ սպասում են 6-րդ զավակին։ Ստանում են ընդամենը 55,000 դրամ սոցիալական նպաստ ու դրանով էլ ստիպված են ապրել։ Ընտանիքի մայրը Հայկական ժամանակ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այլևս ի վիճակի չեն գոյատևել ու հայտարարել է, որ եթե մինչև այս ամսվա վերջ իրենց օգնության ձեռք չմեկնեն, ինքը կբռնի երեխաների ձեռքն ու կանցնի Թուրքիայի սահմանը, որը գյուղից 4 կիլոմետր է հեռու։ Թող կրակեն համ հայրենիքի հերոս կլինեմ, համ էլ դավաճան, ասել է նա հավելելով, որ ինքն ազատամարտիկ է։ Տիկին Սարինեն անասուն է ակնկալում մի փոքր հողակտոր ու մի վագոն տնակ, որպեսզի իր բազմանդամ ընտանիքը, որի անդամների մի մասը տարբեր հիվանդություններ ունի, փրկվի այդ քայքայիչ խոնավությունից։ Տիկին Սարինեն ի դեպ պատմել է, որ 2013-ին, երբ պետք է ծնվեր 5-րդ թոռը, падգամավոր Աշոտ Աղաբաբյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը Շիրակում էր։ Հանդիպել են զրուցել։ Միքայելը նրան ասել է, որ ցանկանում է որդուն Սերժ անունով կնքել։ Սարգսյանն ասել է, թե ուրախ կլինի, իսկ Աշոտ Աղաբաբյանն ավելի է ոգևորվել ու խոստացել, որ եթե փոքրիկին Սերժ կոչեն, ինքը նրանց տուն է նվիրելու։ Երեխայի անունն ի դեպ Սերժ է, բայց падգամավորը մոռացել է իր խոստումը։ Իսկ հաջորդ լուրը, որ թուրքական ֆիլմի մասին է, կարծես թե գրված լինի մեր նախորդ լուրի սցենարով։ Հայ աղջկա մասին պատմող թուրք ռեժիսորի ֆիլմը Կաննի կինոփառատոնում 2 մրցանակ է ստացել։ Ծիածան կոչվող ֆիլմի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը թուրք դերասան Դերյա Դուրմազն է։ Ըստ թուրքական Արկաջանս լրատվական կայքի ֆիլմն արժանացել է ժյուրիի եւ հանդիսատեսի մրցանակներին։ Այն հատկապես կարեւորվել է լուրջ խնդիրը երեխայի անկեղծ խաղի միջոցով հնտորեն արտացոլելու տեսակետից։ Ֆիլմը պատմում է 4-ամյա հայ աղջկա մասին, ով սիրած շոկոլադը գնելու համար փորձել է Հայաստանից անցնել Թուրքիա, թաքնվելով հորեղբոր ճամպրուկի մեջ։ Եվ լուր հանրապետության 3-րդ քաղաքից։ Վանաձորում կազմակերպված բարեգործական համերգի շրջանակներում հավաքված հասույթը ուռուցքից տառապող 8-ամյա Էրիկ Գալստյանին հանձնելը ձևական բնույթ է կրել։ Բարերար ներկայացած Ոմն Արիկը ցուցադրաբար հանձնել է ծրարը, իսկ կուլիսներում հետ վերցրել այն վանաձորցի փոքրիկից։ Այս մասին պատմել է բլոգեր Անուշ Անահիտը, ով տեղի ունեցածը շոուի է որակել ու նշել, որ գումարը հետ են վերցրել իբր եղած գումարին էլի գումար ավելացնելու ու ամբողջությամբ բալիկի հաշվեհամարին փոխանցելու պայմանով։ Բլոգերն աջակցում է երեխայի ընտանիքին։ Համերգը կազմակերպվել էր ծեծին ենթարկված ու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած դերասան Կարեն Մկրտչյանին օգնելու նպատակով, բայց վերջինս ինքն է խնդրել գումարը հանձնել երեխային։ Ֆորտունա TV լորի հեռուստաալիքի տեսանյութում երևում է ինչպես են ծրարը հանձնում փոքրիկ Էրիկին։ Բլոգեր Անուշ Անահիտի խոսքով Էրիկի մոտ տարեսկզբին հանկարծակի հայտնաբերված հիվանդության բուժումը հնարավոր է իրականացնել Մոսկվայի Բուրձենկոյի անվան հիվանդանոցում, որտեղ բժիշկները ծնողներին հուսադրել են, սակայն չուշացնելու պայմանով։ Երեխան ծնողների հետ արդեն Մոսկվայում է, իսկ բարերարի խոստացած գումարը մինչ օրս չի նստել ոչ հոր, ոչ էլ ավիաընկերության հաշվեհամարներին։ Հաղորդման այս հատվածում կրկին շաբաթվա ուշագրավ մի քանի իրադարձությունների մասին եւ նորից կարճ գլխագրերով ու առանց մեկնաբանության։ Դրանցից մի քանիսը վերաբերում էին սեռական ու սովորական դաստիարակության խնդիրներին։ Ամուսնուց հարցրեցի, ասացիներոցն ինչ դեպք էր պաշտպանում։ Ասեց, մեր մեթոդը շատ տարածված, ասեցի, որ մեթոդը, ասում դե հարաբերությունը հենց ավարտում է,
ջերմուկշիշը հայտ է։ Այդ կոչում ու մրցանակ տալը դա իրենց փչացնելու մի ասենք ձև է, ընդամենը։ Եթե մարդը ունի էս իր մեջ սերկամտությունը ունենա չունենա տալի։ Տան քեզ ընդդեմ։ Այդ տղա ունեք մայեն անգամ։ Դե լավ էլ ենա գնացեք էլի ջղայնացած եմ արած։ Բայց մենք աշխատանքն ենք կատարում։ Հետո ես ոսկի եմ տալի, ձեր աշխատանք կա։ Չէ, հարբաշ է։ Ես լարված լսում էի պատգամավորների քննադատությունները, առաջարկները։ Հա։ Նկատել եք դա։ Այո։ Չհիշել կասկիցն իդ վերքի, իր հպարտ կրծքի տակ զգասորների հրոփյումն ամենքից, իր սրտի տակ պայծառ, ամենքի կրծքի տակ վառել, այս բոլորն աշխարհում միայն մեր վարչապետին են վայել։ Անցած շաբաթ համացանցում հայտնված մի ասեկոսե հուզեց ու ցնցեց հատկապես մշակույթի գործիչներին։ Ըստ տեղեկությունների մշակույթի նախարարությունում պատրաստվում են ռաբիս ոճի երգերի հայտնի կատարողներ Սպիտակցի Հայկոյին եւ Թաթուլ Ավոյանին վաստակավոր արտիստի կոչում շնորհել։ Արվեստագետ Լևոն Մութավյանն այս առիթով գրեց. Եթե հրապարակվի այդ հրամանագիրը, ապա ես անմիջապես կհրաժարվեմ 2007 թվականին ինձ շնորհված արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումից։ Կոչումանում արհեստավարժ արվեստի բոլոր գործիչներին միանալ իմ կոչին, հրաժարվել պատվավոր կոչումներից, եթե կյանքի կոչվի այդ հրամանագիրը։ Մենք շատ բան ենք կուլ տվել, շատ ապօրինությունների հետ ենք համաձայնել, բայց այս մեկը եկեք կուլ չտանք։ Եվ վերջում մի ուրախություն շատերի մշակույթի նախարարությունը տարածված լուրերը հերքեց ու հայտարարեց, որ Սպիտակցի Հայկոյին ու Թաթուլ Ավոյանին չի ներկայացրել պարգևատրման։ Եվս մի քանի լուր։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրումը դեռ պատճառ չէ ամերիկյան արտադրանքից հրաժարվելու համար, մասնավորապես նկատի ունենալով Apple-ի արտադրանքը։ Ամերիկացիներին պատժել Apple-ի արտադրանքից հրաժարվելով ուղղակի ծիծաղելի է, ասել է Մեդվեդևն ու հավելել, որ օգտագործում է 2 պլանշետ, սակայն դրանք զուտ աշխատանքային են։ Ռուսաստանի վարչապետը խոսել է նաև այն մասին, որ ունի ARM Phone եւ ARM Tab, նշելով, որ դրանք նվեր է ստացել հայ գործընկերների կողմից։ Երևանյան փողոցներից հայտնի մի կերպար է ֆիքսել Ժողովուրդ թերթի տեսախցիկը։ Լրագրողն էլ գրել է, որ չակերտավոր բազմատաղանդ այս կինն իզուր չի իր աշխատավայրը թատրոնի մոտ ընտրել։ Նրա դերասանական տաղանդը իհարկե հեռու է նույնիսկ սիրողականին մոտ լինելուց, բայց հատկապես հանդիսատես գրավելու ուղղությամբ նա հնարավորն է անում։ Երևանի երկնքում անցած շաբաթ նկատված լուսավոր կետը քննարկումների առիթ է տվել համացանցում։ Հիմնական հարցն ինչպես միշտ չբացահայտված թռչող օբյեկտ էր, թե երկնային մարմին։ Այն Երևանի երկնքում երևացել է երեքշաբթի օրը մոտ 30 վայրկյան։ Շատերի պնդմամբ Երևանի երկնքում նկատվածը մետեորիտ էր, երկնաքար, սակայն մի քանիսն էլ արձանագրում էին, որ մետեորիտը նման դանդաղությամբ չի ընկնում եւ իր հետևից բարակ անհետացող պոչ, ետագից է թողնում։ Ոմանք էլ նշում էին, որ կատարվածը ինչպես 2 տարի առաջ էր, գիտական նպատակներով արձակված հրթիռ է եղել։ Հիշեցնենք, որ նման դեպք Երևանի երկնքում տեղի է ունեցել նաեւ 2012 թվականի հունիսի 8-ին։ Իդեպ ներկայացնելով կատարվածի վերաբերյալ տեսակետներ ու կարծիքներ, հետքեմը գրել է. չի կարելի բացառել, որ օբյեկտն իրականում ռուսական բալիստիկ հրթիռի մաս է, սակայն այս դեպքում ծագում է բնական հարց. ինչ է անում այդ հրթիռը Հայաստանի օդային տարածքում եւ ինչու մեր ՊՆ-ն դրանից տեղյակ չէ։ Եվ վերջում հաղորդման աջակցելու ու իմ արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում Մարիոթ հյուրանոցում գտնվող Միլենա գեղեցկության սրահին։ Սա թող տեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացրեց մեկ հաղորդման մեջ։ Կհանդիպենք։